Ռուսաստանը մեզ դավաճանեց, էս արեց, Ռուսաստանը օպերացիա անցկացրեց, Արցախը տվեց եւ այլ եւ այլ։ Եկեք հենց ռուսների արած չարածը դնենք ենքում, ժողովուրդ ջան։ Եկեք մի հատ մեր արածը հիշենք։ Անկախության հռչակագրից հետո անմիջապես Հայաստանում փաստացի արգելվեց ռուսական լեզուն։ Ով որ իմ հասակին է, կամ ինձանից մեծ է, կամ մի քիչ ջահել է, եւ այդ ժամանակ ինչ որ տեղ ռուսերեն եթե խոսար, կողքից գալի նկատողություն իրեն, խեք ռուսերեն խոսում որ։ Եվ առաջինը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որ սկսեց խոսել եվրոպական թեմաներով եւ այլ։ Առաջինը ինքն էր, որ ասում էր Ղարաբաղը դա Ադրբեջանի տարածք է։ Ինչ եք մոռանում։ Ի նկատի ունենալով ի վնաս Ռուսաստանի, ոչ թե ի վնաս մեզ դաժե։ Չնայած պարզ էր, աբսուրդ էր, չէ՞, սա չէինք հասկանում։ Ինչ է այս մարդը խոսում, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, եթե դե ֆակտո մեր մոտ է։ Հələ լավ իրան հանգիստ թողեք։ Իրանից հետո երկրի նախագահ դառավ Ռոբերտ Քոչարյանը։ Ցավում եմ, որ մեր երկրում այդ վիճակն է, որ երկրի ղեկավարին պետքա կալանավորել։ Պարզ ասեմ ձեզ։ Ինձ մի կարան ասեն դու ես արել, դու գնացած։ Ես ոչ մի բան չեմ ասել, ոչ մի ցուցմունք չեմ տվել, ձեր պանյացիայով է ցուցմունք։ Իմ պանյացիայով որպես զինվորական ինձ հարց են տվել։ Ես էլ ֆրացի ասել եմ, հրաման ես տվել, մենք կատարել ենք, խես հրաժարում։ Էդում պարզ չէր, որ ինքը հրամանա տվել, դրա համար զորքեր եղել մարտի 1-ին Երևան։ Դնենք այն կոմեցա։ Եկավ Ռոբերտ Քոչարյանը, ռուսերեն լեզվի օգտագործման խստությունը ավելի ավելացավ։ Բոլոր խանութների, բոլոր պլակատների վրից սկսին ռուսերեն հայտարարությունները կամ անունները հանել։ Միևնույն ժամանակ թողում էին հայերեն եւ անգլերեն։ Հետո Ռոբերտ Քոչյանի օրոք եւ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք սկսեցին բացվել այդ սորոսական եւ այլ տարբեր կազմակերպություններ, տարբեր ֆոնդեր, ուղղակի սկսեցին Հայաստանի տարածքում տանել իրենց երկրների համար օգուտ քաղաքացիություն։ Հենց եւ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ եղել է, որ մեր այսօրվա այդ հոբ կոմանդան գնաց է սովորել է արտասահմանյան համապատասխան դպրոցներում, որ կան այստեղ իշխանության գրավել։ Իրանք են պատրաստել, ինչից են զարմանում։ Ինչից են զարմանում։ Իրանք են Նիկոլ Փաշինյանին շարունակ սարքել դեպուտատ պարլամենտի։ Ինչի համար։ Ռոբերտ Քոչյանի ժամանակ ամերիկյան լաբորատորիաները սկսին բացվել Հայաստանում։ Սերժ Սարգսյանի ժամանակ շարունակում էին ավելանալ։ Մի ով ումա դավաճանը, ռուսները գալի ասում էին, քանի անգամ հայտարարում են, բոլորս լսել ենք, մեկ անի։ Ռոբերտ Քոչյանի ժամանակ սկսեցին փակվել ռուսական դպրոցները։ Փելեքնեք, քանի դպրոց եք փակել։ Դպրոցներում թողում էին լավագույն դեպքում մի դասարան։ Հակառուսական քաղաքականություն է, իհարկե հակառուսական։ Գնանք զորավարժություններին։ Բոլոր նատոյական զորավարժություններին մենք մասնակցել ենք համարյա։ Այս 30 տարվա ընթացքում 30 տարուց ավել ռուսները գալի ասում էին, այդ զորավարժությունները մեր դեմ են, մի մասնակցեք։ Չէ, մենք միակ երկիրն էինք համարյա օդեկաբից, որ այնտեղ զորք էինք ուղարկում մասնակցելու։ Դա դավաճանություն է։ Կարծում եմ այո։ Ի վերջո մենք բերինք նրան, որ սարքին խաղապահ բրիգադ Հայաստանի Հանրապետությունում ամերիկյան պատրոնաժի տակ։ Դավաճանություն է, իհարկե դավաճանություն է։ Այդպես են ընկալում։ Հիմա ով է դավաճանում։ То есть դու 30 տարի դավաճանում ես։ Հա, այն հանրապետական կուսակցությունը։ Ինչ կապեր ունի Եվրոպայի հետ։ Եվրոպական կուսակցությունը դառը։ Ինչից ենք զարմանում։
Չենք զարմանում։ Իսկ եկեք տեսեք Ադրբեջանը ինչ էր անում։ Ադրբեջանը ռուսական դպրոցներ ավելացնում էր։ Մենք հասկանում ենք, որ ինքը թշնամի է։ Հիմա բոլորը հասկանում են, բայց 30 տարվա ընթացքում Ադրբեջանը ոչինչ Ռուսաստանի դեմ միջև 23 թվականը Արցախը հանձնելու ոչ մի լուրջ քայլ չեն կարել։ Մենք տարի չկար, որ մի բան չանենք ռուսների դեմ։ Մի ով մա դավաճան։ Մենք չենք որ ՆԱՏՕ-ի զորքերի կազմում Աֆղանստան Միրատորչսկի ինչ որ բաներ էինք անում։ Ինչ գործ ունեինք մենք։ Խաղապահ բաներ էինք անում։ Ու հետաքրքիր է որ այդ խաղապահ բրիգադը միայն ու միայն ՆԱՏՕ-ական բաներում էր մասնակցում։ Ու այսօր այդ խաղապահ բրիգադի այն ժամանակվա ղեկավարները այսօր մեր բանակում ղեկավարներ են։ Ես էլ ասում եմ այն, ինչ որ կարամ ասեմ, որ վնաս չհասցնեմ Հայաստանի Հանրապետության քաղաքական գործիչները, ով որ եղել է իշխանության, երբևիցե ռուսամետ չեն եղել եւ միշտ աշխատել են, անեն ամեն ինչ, որ Ռուսաստանը սրեն մեր դեմ։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի կներեք պոպուլիստ է եւ չի կարա չխոսա, որ իր աթոռի համար։ Սա вообще քանդեց։ Նրանք գոնե չէին խոսում, տակից էին անում։ Սա խոսում է ու անում է։ Տարբերություն դրա մեջ է։ Բայց ավելի մեծ վնասներ տվել են այդ թվում այ նախկին ղեկավարները։ Մի դուրները չի գալիս, հասկանում ես, սա հարցակվելու է վրա։ Բայց ես ճիշտ եմ ասում։ Դե մեկը թոնստի ասի սխալ եմ ասում։ Իսկ մենք ասում ենք ռուսը էս չարեց, այն չարեց։ Զարմանալի է, որ 20 տարի առաջ չի արել։ Եթե ինչ որ բան արել է։ Բայց ես նորից եմ ասում, չնայած դրան պատերազմի ժամանակ ռուսները հայերին պահել են։ Իսկ այն ադրբեջանցիները թող չուրախանան։ Ժամանակը կգա իրանց հարցերը կլուծվի։ Մի բան ասեմ ես, Հայաստանի Հանրապետությունը երբևիցե չի ունեցել ղեկավար պետական գործիչ։ Ով եկել է մեր երկիրը ղեկավարելը, կամ իր աթոռի մասին է մտածել, կամ իր գրպանի մասին է մտածել։ Այդպես է։ Այսօրվա իշխանությունը ոչնչով չի դարձնում։ Ես նորից եմ հիշեցնում։ Քաղաքական գործիչը տարբերվում է պետական գործիչից։ Ու ազգի բախտը կբերի, եթե այդ ոնց որ ասած կլինի երկուսը մեկի մեջ քաղաքական եւ պետական գործիչ։ Այդ դեպքում ազգը կծաղկի, որտեվ քաղաքական գործիչը մտածում է ոնց անի որ մնա իշխանության։ Կասի կգա խոսքը տա, դա կասի մենք Եվրոպա ենք եթում, կգա այսին ինչ կասի, հասկանում եք։ Մեր դուրը կգա, մենք կծափահարենք։ Դա քաղաքական գործիչ է։ Պետական գործիչը մտածում է ազգի մասին, մտածում է ապագա սերունդների մասին։ Մտածում է ոնց անի, որ օրինակ չկորցնի ռուսական շուկան, որտեղ ուրիշ նման շուկա մենք չունենք ու չենք ստանալու, հասկացեք։ Չենք ունենալու, մեզ ոչ մեկ չի տալու էլ շուկա, ու մենք դուրս եկանք ռուսական շուկայից, էլ այստեղ էլ չենք մտնելու։ Չեն թողալու, որտեղ բիզնեսի օրենք է։ Եթե դու կորցնում ես միտեղ, որտեղ կարաս ապրանք ծախես, փող աշխատես, դուրս ես գալի, տեղը անմիջապես զբաղեցնում են, քեզ էլ ոչ մեկ չի թողա։ Մենք 300 տարի, ես նորից եմ կրկնում, 300 տարի պետք է մեզ եղել, որ մենք ռուսական շուկայում լավ մեզ զգանք։ Հիմա մենք ինքներս ընդից թքում դուրս ենք գալի։ Մենք ենք դուրս գալի։ Այս ինչ որ անում են ռուսները, դա մեր արասների շնորհիվ է, մեր երկրի ղեկավարների, որտեղ նորից եմ ասում, բոլորը խաբել են ռուսներին, միշտ խաբել են։ Ես չեմ ասում, սրանք անսուգար են։ Բայց սա Վիզանտիա է, սրանք չեն սիրում։ Դրանք կարող է խաբես, ինքը գլխում անի։ Ասի, հա, մալադես, ցավը տանեմ, սա Վիզանտիա է։ Բայց հետո իրականությունը բերեն դնեն դեմը։ Ինչ որ մենք տեսանք։ Հայաստանի Հանրապետությանը պետք է հայամետ պետական գործիչ ղեկավար։ Եվ դա կարա լինի միայն ու միայն այն ժամանակ, երբ որ մենք լինենք նախագահական։ Քանի մենք այս պարլամենտական այս ընտրություններ, կներեք բոլորդ,
Բայց պարլամենտական երկրում մենք երբևիցե չենք ստանա հայամետ ղեկավար։ Մենք ստանալու ենք մարդիկ, որոնք պաշտպանելու են իրենց դիրքերը առաջին հերթին իրենց կուսակցությունում եւ երկրորդ հերթին իրենց կուսակցության դիրքերը, որ մնան իշխանություն։ Պարլամենտական երկիրը դա կեղտոտ համակարգ է, որը բերում է բոլոր ազգերին բերում է ոչնչացման։ Ու միայն պարտություն տեսած ազգերն են պարլամենտական երկիր։ Նայեք շրջերդ։ Ով որ պարտվել է, կամ ով որ գնում է պարտության։ Չկա երկիր պարլամենտական, որ պարտված չլինի աշխարհում։ Չկա։ Ինձ կասեն Բրիտանիան, չէ, Բրիտանիան թագավորական երկիր է։ Եվ այդ որ ասում են անգլիական թագուհի, այն ժամանակ որ թագուհի իրավասությունը, ուրեմն ես ձեզ ասեմ տեղյակ չեք։ Անգլիայի թագուհին մեծ բաներ ունի, իրավունքներ ունի։ Մենք պետք է ունենանք պետական գործիչ ղեկավար։ Ինքներդ մտածեք։